Ռուսամետ ուժերի հակազդեցությունը Ուկրաինայի որոշ մասերում, խռովությունները Սիրիայում և Եգիպտոսում, Չինաստանի տարածքային պահանջների ուժեղացումը և իսրայելապաղեստինյան բանակցությունների ձախողումը ենթադրել են տալիս, որ նախագահ Օբամայի արտաքին քաղաքականությունը հարձակման տակ է։ Հիմնականում քննադատություններն ուղղված են ռազմական միջոցներ չկիրառելու մեր դիրքորոշման դեմ, սակայն ինչու են բոլորը ձգտում ռազմական ուժի մի ժամանակ, երբ մենք բոլորս դուրս ենք գալիս մեր ծախսերը պատճառած տասնամյա պատերազմից, ասել է նախագահ Օբաման ասիական իր այցի ժամանակ։ Ամերիկայում բոլորը չէ, որ տոգորված են ռազմական ուժի կիրառման գաղափարով։ Հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծամասնությունը դեմ է զորքերը օտար երկրներ ուղարկելուն, բայց շատերը դեռևս ցանկանում են, որ Միացյալ Նահանգները աշխարհում ճգնաժամերը լուծելու և ժողովրդավարությանը զարկ տալու ղեկը իր ձեռքը վերցնի։ Իր 2009 թվականի Կահիրեի նշանավոր ելույթում պարոն Օբաման իր աջակցությունն էր խոստացել Մերձավոր Արևելքի ժողովրդավարական փոփոխություններին։ Ոչ մի կառավարման համակարգ չպետք է պարտադրվի մեկ երկրի կողմից, սակայն ես աջակցում եմ ժողովրդի կամքն արտահայտող կառավարություններին, ասել է նախագահը։ Ավելի ուշ սկսվեց արաբական գարուն հեղափոխությունը, իսկ Եգիպտոսը և ապա Սիրիան ընկան քաոսի մեջ։ Սիրիայի հարցում Օբամայի վարչակազմի հեղինակությունը տուժեց, երբ այն Սիրիայի դեմ քայլերի չդիմեց Ասադի կառավարության կողմից քիմիական զենքեր կիրառվելուց հետո։ Վերլուծաբան Լարի Քորբի համաձայն նախագահ Օբաման առաջին հերթին հաշվի առավ Սիրիայում ներգրավվելու ծախսերը և Սիրիայի ժողովրդին դուր չգալու հավանականությունը։ Չնայած բարդություններին վարչակազմը ևս մեկ փորձ կատարեց իսրայելապաղեստինյան կարգավորման ուղղությամբ, սակայն արդյունքը դրական չէր։ Արտաքին հարաբերությունների խորհրդից Էլիոտ Աբրամսը նշում է, որ ձախողվելը վնասում է Միացյալ Նահանգների հեղինակությանը, քանի որ դա ցույց է տալիս, որ մարդիկ կամ անտեսում են, կամ էլ անտարբեր են մեր կարծիքների նկատմամբ։ Սակայն մեծագույն ռիսկը, որը նաև պատմական առաջընթացի հնարավորություն է, պարոն Օբամայի ջանքերն են Իրանին հետ պահելու միջուկային զենքի մշակումից։ Նախագահի ընտրարշավի խոստումներից էր դուրս գալ հակամարտություններից և կենտրոնանալ ներքին խնդիրների վրա։ Միայն պատմությունը կարող է դատել նրա ռազմավարության ճիշտ լինելու մասին։ Արաքսիվան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։